Բարև ձեզ սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեզ մոտ շարունակվում է եւ այսօր հագեցած օր ենք ունենալու։ Հիմա տեսնում ենք այսօրվա առաջին հանդիպումն է մեկնարկում։ Դիվիզիոնն է մեզ մոտ մեկնարկում այս տարվա։ Տեսնենք այս մրցաշարը ինչպես կընթանա եւ առաջին խաղում միմյանց հետ մրցում են Ռեալ Մադրիդը եւ Մոնցան։ Տեսնենք հենց մեկնարկային խաղում ինչպես թիմերը ինչպիսի արդյունք կգրանցեն, հիմա տեսանք խաղը մեկնարկեց։ Հենց մեկնարկում փորձում է Ռեալ Մադրիդը առաջին գրոհը կազմակերպել, առաջին հարվածը կա, շեխ հարվածեց Ռեալ Մադրիդի նորեկ ֆուտբոլիստը տեսնում ենք այսօր դարպասը Ռեալ Մադրիդի պաշտպանում է թիմի ավակ Արսեն Հակոբյանը նշեմ թիմերի հայտարարությունները Արսեն Հակոբյան համար 93 դարպասը պաշտպանում է իր թիմի համար 5 Անուշավան Եղիազարյան, համար 8 Էրիկ Կարապետյան, համար 10 Էրիկ Մանուկյան, համար 73 Գոր Մանուչարյան եւ երկու նորեկներ համար 7 Օրաթայլ Նդիավու եւ համար 23 Բուտլարի Բալայի Այլ Մոնցանը անցել գրոհի եւ ֆաշիվը բացված է մեզ մոտ 1-0 Արշալույս Պապոյան 1-0 հենց մեկնարկային րոպեներին կարողացավ առաջին գրոհով իր Մոնցան հաշվի մեջ առաջ անցնել Օլերինակ դարձավ Արշալույս Պապոյանը հետաքրքիր մեկնարկ են հիմա տվել թիմերը տեսնենք այս գոլին ինչպես կպատասխանի Ռեալ Մադրիդը հիմա նրանք են անցել գրոհի Բայց լավ պաշտպանվեց այստեղ Սա Ալեքսանյանը հիմա Հավաքյանն է շարժվել առաջ փոխանցում Ալեքսանյանի հետ է խաղակում թողնում է ընդակը Մայքլը եզրը փոխում է գրոհի կար փոխանցում եւ անհաջող փոխանցում տեսանք Արտաշ Ղազարյանի կողմից Մոնցայի դարպասը պաշտպանում է Արթուր Հովանիսյանը համար 1, համար 8 Արտաշ Ղազարյան, համար 9 Վագն Մելքոնյան, համար 10 Մուսա Ալեքսանյան, համար 14 Արշալույս Պապոյան, համար 15 Ռաֆայել Ավակյան, համար 16 Մայքլ Օլովագբենգա, համար 22 Գագիկ Մանուչարյան, համար 27 Շանթ Սահակյան Մոնցան էր անցել գրոհի, բայց չստացվեց փոխանցումը Ալեքսանյանի Ռեալ Մադրիդն է շարժվում առաջ, պետք է հարվածել, բայց չկարողացավ թիմի նորեկը հիմա հարվածել ուշացրեց հարվածը այստեղ Նդիավուն Այլ Ալեքսանյանն է իշխնամասում Դաշտի գործնում գնդակը հրաշալի էր, բայց նորից անցավ գնդակը Մոնցային, Ալեքսանյան այնտեղ ազատվել է, Պապոյանը հրաշալի էր, բայց չկարողացավ այստեղ ֆիքսել գնդակը Արշալույս Պապոյանը։ Նշեմ, որ Winter Cup-ում Հրաշալի խաղեր անցկացրեց Արշալույս Պապոյանը, բազում գոլեր հեղինակեց, բայց ոնց անի վերջո
դուրս մնաց պայքարից այդ մրցաշարի Վիլյարեալին պարտվեց 1-8 եզրափակում ոնց է այդ մրցաշարում հիմա տեսնենք նոր մրցաշար տեսնենք այստեղ ինչպես նրանք կպայքարեն հիմա հարվածը թույլ է Ռաֆայել Ավագյանին Հակոբյանն է վերցնում գնդակը եւ ուղարկում առաջ եւ հայկաների խախտում Երիկ Կարապետյանի հետ պայքարում Անուկյանը խաղարկում է հիմա գնդակը Սնենք Նորեկին է գնդակով Արկեցին էստեղ լավ հիմա հարված փակում է Ազարյանը կարծես թե հարվածի ճանապարհը շարունակում է Ռեալի մոտ մնալ փոխանցում նորից Հակված է այս փոխանցման ճանապարհը Շատ լավներ հիմա այստեղ խաղարկումը Ռեալի ֆուտբոլիստների հարված վտանգավոր էր, բայց շեղ ընթացավ վերջին պահին Երիկ Կարապետյանի հարվածը հարված կտեսնենք Արթուր Հովհաննիսյանի դարպասից Փոխեցին գրոյի եզրը լավն էր Ազարյանի փոխանցում հիմա հրաշալի էր Ավագյանի փոխանցումը Մայքլ փոխանցում եւ չկարողացավ հասնել ի վերջո վերջին պահին գնդակին Արշալույս Պապոյանը, բայց դիպչեց գնդակին այնտեղ Անուշավան Եղիազարյանը եւ առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղի Պապոյան փափուկ փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը հիմա կարող է հակագրել Ռեալ Մադրիդը շարժվում է առաջ Ռեալի ֆուտբոլիստը եւ հարված ինչպիսի դիրքից է հիմա վրիպում Բալային լավ հնարավորություն ստացավ հավասարեցնելու հանդիպման հաշիվը Ռեալ Մադրիդը, բայց չստացվեց Մի փոքր խաղի տեմպը ընկավ գոլից հետո Ցանը հիմա էլ անցել գրոյի Ավագյան, տեսնենք Կյան Ոչ, հարվածը թույլ էր Ռաֆայել Ավագյանի Բայց եզրային հետում ի վերջո կարողացավ վաստակել այստեղ Մոնցան Մայքլն է հիմա էլ անհաջող գործում Խանցում կատարելիս Հերթական գրողներից մեկն է հիմա սկսում Ռեալ Մադրիդը Եղիազարյան լավ է նկատել այնտեղ Դիովուին, բայց չստացվեց Եղիազարյանի փոխանցումը Էլ պաշտպանությունը լավ գործեց Բալային Ալեքսանյան, այնտեղ ազատվում է Արշալույս Պապոյանը, մշակեց գնդակը Պապոյանը, բայց նրա հետ պայքարում գերազանց է գործում Անուշավան Եղիազարյանը Բալայի թողնում է գնդակը Նիգիավուին Խաղարկումներ Բալայի պետք է հալվածել, բայց նորից ուշացնում է հիմա Բալային արդեն երկրորդ պահ ունեցավ թիմի նորեկը, բայց չստացվեց արդյունքի հասնել, բայց անկյունային է վաստակել Ռեալը փոխանցում
հեռացված է գնդակը և հայկանների խաղթում հիմա Ավակյանի հետ պայքարում Տասը րոպե անցավ նշեմ խաղի մեկնարկից, այս պայն միակ գոլի հեղինակ այս խաղի Արշալույս Պապոյանն է 1-0 օգուտ Մոնցայի Անուկյանն է գնդակով, բայց նրա պայքարում լավ գործեց հիմա Մայքլը և հրաշալի անցումներ տեսանք Մայքլից այնտեղ ազատվել է Պապոյանը թողնում է Ալեքսանյանին գնդակը Մուսա Ալեքսանյան Անցում Ավակյանին, Ավակյան, բայց իր մոտ գնդակը հարված, բայց թույլ է նորից Ռաֆայել Ավակյանի հարվածը Չարյանն է իմ այլ շարժվել առաջ, նորից բալայի ակտիվ է տեսնում գործում մի փոքր բալային, Դիավոյի Համեմատ նորից անկյունային կտեսնենք Մոնցայի դարպասին Փոխանցում Տուգանային հրապարակ և Հարվածը չստացվեց այստեղ Կարապետյանին Հովանիսյանը խաղարկեց այստեղ գնդակը, Մայքլ փոխում է գրոյի եզրը, բայց ուժեղ էր Մոնցայի ֆուտբոլիստի փոխանցումը Ռեալն է անցել գրոյի Կարապետյան, տեսնենք հարված կլինի, թե ոչ Կարապետյան փոխանցում է կատարում թիմակցին և Հովանիսյանն է փրկում իր թիմին Էրիկ Մանուկյանի հարվածից հետո նորից անկյունային կլինի Մոնցայի դարպասին Բալայի փոխանցում և Դիավոյի հարվածը չստացվեց, բայց պահում է իր մոտ հիմա և ինչ էր սա Տուգանային է վաստակում հիմա Ռեալ Մադրիդը ցավոտ հարված ստացավ հիմա Դիովուն Տեսնենք այս ստանդարտը Ռեալ Մադրիդի Մանուչարյան Կարծես թե հարված է լինելու Գոր Մանուչարյան հարված և փրկում է իր թիմին Արտուր Հովանիսյանը Նորից անկյունային կտեսնենք այս րոպեների ընթացքում մի փոքր ակտիվ են տեսնում ենք Ռեալի խաղացողները Նորից բալային է գնդակի մոտ, փոխանցում Տուգանային հրապարակ և նորից Դիավոյի հարվածը շեղ ընթացավ Իսյանը երկար փոխանցում կատարեց լավներ Պապոյան գնդակով է ձախեզրում է Արշալույս Պապոյանը, բայց փոխանցումը չստացվեց Պապոյանին Անուչարյան լավն էր փոխանցումը Կարապետյանին, Կարապետյանը շարժվում է առաջ, այնտեղ ազատվել է բալային, բայց թողնում է Մանուկյանին գնդակը, Մանուկյանն էլ անհաջող գործեց այս դերվագում
Նշեցի, որ Մոնցան Ինտերկապի շրջանակներում անցավ 1-8 եզրափակիչ և պարտվեց Վիլյարեալին, իսկ Ռեալ Մադրիդը փոքր լիգայի փուլին մասնակցեց, որտեղ մրցում էր Մայնցի հետ, առաջին հանդիպումը ավարտվեց 3-3, իսկ երկրորդ մրցավեճում ի վերջո կարողացավ Մայնցը համառ պայքարում շրջանցել Ռեալին։ Մանուկյանի փոխանցումը չստացվեց։ Ռեսինգի եթարկում Մանուչարյանը ստացվեց խլել գնդակը Ալեքսանյանից, լավն էր Բալայի հարված շեղ է հարվածում։ Բալային արդեն երրորդ հնարավորությունը Բալայի կողմից, բայց չստացվեց։ Պապոյան փոխում է եզրը, հրաշալերը Ավակյանին նկատեց և դիավուն է իմել լավ գործում պաշտպանությունում։ Հակոբյան, նորից մի դիավու։ Հակոբյան, սխալվում է Արսեն Հակոբյանը, տեսնենք հարված և գոլ 2-0 կրկնապատկում է իր առավելությունը։ Մոնցան և գոլ հեղինակ է դառնում Շան Սահակյանը։ Շան Սահակյան 2-0 Ռեալ Մադրիդի դարպասապայի սխալից օգտվում է այստեղ Մոնցան և արդեն 2 գոլ է առավելություն ստանում այս խաղում ծանաջող էր այս գրոհը Ռեալ Մադրիդի կողմից մի փոքր ակտիվ էին այդ րոպեների վերջին 5 րոպեների ընթացքում նրանք բայց ի վերջո մեկ սխալ և նրանք արդեն պարտվում են 2 գոլի առավելությամբ Մայքլ արված Հակոբյանն է իմել փրկում իր թիմի շարունակում է Մոնցան մնալ գնդակով Պապոյան փոխանցեց գնդակը Ղազարյանին Ղազարյան փոխում է եզրը լավ նկատեց այնտեղ Մայքլին նորից Մայքլն է գնդակով Սահակյան լավն էր անցումը հարված Փոքր շեղ էր այստեղ Շան Սահակյանի հարվածը, բայց լավ խաղարկում տեսանք Մոնցայի ֆուտբոլիստների կողմից։ Ալեքսանյանն այստեղ էլ սխալվում, Ալեքսանյանը լավ գործեց նրա այդ պայքարում, փոխանցեց Պապոյանին, շարժվում է առաջ ձախ եզրով Մայքլը, Պապոյան հեռվից հարված և գոլ, Արշալույս Պապոյան դուբլի հեղինակ դարձավ Մոնցայի խաղացողը 3-0 Արշալույս Պապոյան 3-0 արդեն 3 գնդակի առավելություն ունի Մոնցան առաջին կեսում աղվանում են նրանք իրենց գրողները այսօր արդյունավետ անցկացնել և արդյունքի հասնել Ռեալն է անցել գրոյի գեղեցիկ հնարք փորձեց կատարել որ Մանուչարյանը բայց չստացվեց նորից Մոնցան է անցել գրոյի Սահակյան թողնում է Մայքլին գնդակը
Ալեքսանյանի հետ են խաղարկում, Ալեքսանյան երկար փոխանցում, բայց ուժեղ էր, կարծես թե Ալեքսանյանի փոխանցումը, բայց հասնում է թիմակիցը գնդակին եւ ի վերջո գնդակը հատել է դաշտի դիմային գիծը, հիմա Ռեալն է անցել գրոյի, բալայի մենակ է փոխանցեց ուղիղ Արթուր Հովանեսյանի ձեռքերի մեջ Ալեքսանյան ինչ կմտածի փոխանցեց մյուս եզր Մայքլին հրաշալի անցում եւ հարված կրակեց այստեղից Մայքլը, բայց բարձր էր հարվածը Հինգ րոպե մնաց առաջին հարկեսի ավարտին 3-0 հաշվով Սպայն հաղթում է Մոնցան Ռեալ Մադրիդին Ռեալն է անցել գրոյի եւ տեսնենք հարված կլինի թե ոչ մնում է գնդակով Ռեալի խաղացողը բայց նրա այդ պայքարում լավ գործեցին Անցավ գրոյի Մոնցան Մայքլ եւ ինչ էր սա Անցավ, բայց չկարողացավ հարվածել այստեղ Մայքլը Ալեքսանյան եւ բարձր է հարվածում այստեղ էլ շտապեց Մայքլը Հալային է շարժվում առաջ թողնում է Եղազարյանին գնդակը Մանուչարյան Հարկեց Մանուկյանի հետ նորից Մանուչարյան փոխանցում բալայի տեսնենք հարվածել է պետ փոխանցում հարված եւ գոլ 3-1 կրճատված է հանդիպան հաշիվը գոլ հեղինակն է Էրիկ Կարապետյանը Էրիկ Կարապետյան 3-1 մի փոքր կրճատում է հանդիպման հաշիվը Ռեալ Մադրիդը Արդեն նրանք երկու գոլի տարբերությամբ են պարտվում Տեսնենք կարողանան այս խաղակեսում մեկ անգամ էլ աչքի ընկնել Շևընդմիջում գնալը Ավակյանը փոխանցեց Ալեքսանյան, չստացվեց այստեղ Ալեքսանյանի փոխանցումը Լավ նկատեցին կենտրոնում Մանուչարյանին, Մանուչարյան եւ Շարունակում է պայքարը հարված եւ շեղ հարվածեց ի վերջո Էրիկ Մանուկյանը Մոնցան է երթական գրողներից մեկը փորձում կազմակերպել, Ալեքսանյան կենտրոնում է հերվից հարված, փրկում է Հակոբյանը իր թիմին Որից Ալեքսանյան հարված կրակեց, բայց հորիզոնական դարպասաձողն է հիմա էլ փրկում Ռեալին Կարող է Ռեալը գրոել, բալայի այդ պայքարում հիմա հրաշալի է գործում Ռաֆայել Ավակյանը Բայց խաղի կանոնները ի վերջո խախտել էր Ավակյանը Մանուչարյան խաղարկում է բալայի հետ Նայի նորից Մանուչարյան Վերջին րոպեներն են ընթանում մեզ մոտ Պապոյանի հետ ոչ Ալեքսանյանի հետ պայքարում խախտում նկատվեց
Գնալում են, չեք կռավ։ Ալեքսանյան փոխում է եզրը գերել այստեղ Մուսա Ալեքսանյանը լավ է նկատել Արշալույս Պապոյանի, շարժվում է առաջ Պապոյանը, փոխանցում և տեսնենք Ալեքսանյանը հասավ գնդակին այս անցումը չստացվեց Մուսա Ալեքսանյանի Անկյունային է ի վերջո կորզում այս դրվագում Մուսա Ալեքսանյանը Արկեցին Պապոյան փոխանցում բալային է լավ գործում պաշտպանությունում և շարժվում առաջ այնտեղ ազատվել է թիմակիցը խաղարկում է Անուչարյանի հետ բալայի Չարյան թողնում է գնդակը Մանուկյանին Մանուկյան նորից բալայի լավն էր խաղարկումները և Բացվում է հիմա Սահակյանը գնդակը և վեր սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ Մոնցան հաղթում է 3-1 հաշվով Ռեալին կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից Բարեկամներ վերադարձանք երկրորդ խաղակեսը տեսնում ենք մեկնարկել է մեզ մոտ եւ առաջին կեսից հետո Մոնցան հաղթում է 3-1 հաշվով Ռեալ Մադրիդին հետաքրքիր հանդիպում հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց 4 գնդակ տեսանք այդ խաղակեսում հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցնի ի վերջո ինչպես կավարտվի հանդիպումը հիմա առաջին գրող կտեսնենք այս Խաղակեսի Մոնցայի կողմից փոխանցում Ալեքսանյան չստացվեց այստեղ Ալեքսանյանի հարվածը, բայց մնում է Մոնցայի մոտ գնդակը Հավաքյան փոխանցում հիմա նորից Ալեքսանյան, բայց բարձր հարվածեց Մուսա Ալեքսանյանը այս խաղակեսում առաջին հարվածը տեսանք երկու անգամ Պապոյանը գրավեց Ռեալի դարպասը Մոնցայից, մեկ անգամ էլ աչքի ընկավ Շան Սարգսյանը, իսկ Ռեալից աչքի ընկավ Էրիկ Կարապետյանը հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Ռեալի դարպասը պաշտպանում է Արսեն Հակոբյանը Անուշավան Եղիազարյան Օրատլի Նիդիավու Էրիկ Կարապետյան Էրիկ Մանուկյան Բուտլարի Բալայի և Գոր Մանուչարյան Մոնցայի դարպասը պաշտպանում է Արթուր Հովանիսյանը Արտաշ Ղազարյան Վահագն Մելքոնյան Մուսա Ալեքսանյան Արշալույս Պապոյան Ռաֆայել Ավաքյան Մայքլ Օլուվանգբենգա, Գագիկ Մանուչարյան և Շանց Սահակյան Ընդհանուր առաջին կեսը տարածքային առավելությունը կարելի ասել հավասար էր, հարվածները շատ չկային, բայց ի վերջո արդյունքում այս պահին հաղթում է Մոնցան 3-1 հաշվով Ռեալ Մադրիդին Մոնցանը հերթական գրողներից մեկը փորձում կազմակերպել, բայց Բալիային է պաշտպանությունը լավ գործում Ասուլիչ ով եք դու Չելս Ապել ես եմ սեմը Սելով նովա, մյուսով Հելամ Սուլիչովա Սոքիցա Ուրա Ախպերական Մուսա Ճիշտ է, մուս, ճիշտ է Գոլը Մոնցանը ացել գրոյի Պապոյան ինչպիսի դիրքից է հիմա շեղ հարվածում Արշալույս Պապոյանը Մուսա Ալեքսանյանի գեղեցիկ փոխանցումը տեսանք Պապոյանին
Ղազարյան խաղարկում է բալայի հետ, բալային թողեց գնդակը նդիավույն, Եղիազարյան, Մանուչարյան շարժվում է առաջ, այնտեղ լավ ազատվեց բալային, պետք է գրավել դարպասը, հիմա հարված երբ որկում է հիմա պաշտպանը, իր թիմի նորից այս հնարավորությունից չկարողացավ օգտվել Ռեալի նորեկը, բայց անկյունային ի վերջո կտեսնենք ոնց է դարպասին, փոխանցում Տուգանային հրապարակ, բալայի չկարողացավ պահել իր մոտ գնդակը, Եվ նորից բալային է գնդակով շարունակվում է հարված փրկեց հիմա Հովհաննիսյանը իր թիմին երկրորդ հարվածը շեղ էր Ստեղ էլ Մանուչարյանի հարվածը ինչպիսի պահեր են կորցնում հիմա Ռեալ Մադրիդի տղաները Ղազարյանն է խաղարկում Մելքոնյանի հետ, նորից Ղազարյան, հրաշալի փոխանցում Ալեքսանյանին, Ալեքսանյան հարված շեղ է հիմա էլ Ալեքսանյանի հարվածը, բայց այնտեղ աջ եզրում տեսնում էինք, որ ազատ էր, Մայքլը պետք էր փոխանցել նրան, բայց ի վերջո Զգրոյի եզրափակումը որոշեց հենց Ալեքսանյանը Տարել հիմա էլ Հակոբյանն է սխալվում, նորից Ալեքսանյան հարված և գոլ 4-1 է դառնում հաշիվը Մուսա Ալեքսանյան 4-1 Հակոբյանի սխալից օգտվեց այստեղ Մուսա Ալեքսանյանը Ռեալն է անցել նորից գրոյի բալայի տեսնենք հարված փրկեց պաշտպանը Մանուչարյան հարված նորից պաշտպանն է փակում ինչպիսի հիմա պահեր են կորցնում ուղղակի Ռեալի ֆուտբոլիստներ շարունակվում են գրոյի բալայի հարված հիմա էլ Մանուկյանն է ներողություն Կարապետյանն է բարձր հարվածում Այս հնարավորությունները պետք է օգտագործել Անի որ ոնց ան այսօր շատ լավ է Սխալներից կարողանում օգտվել և արդեն 4-1 հաշվով հաղթում է հրաշալի փոխանցում Պապոյան հարված Հակոբյանն է հիմա էլ գեղեցիկ սեյվով աչքի ընկնում Գրակի հետ են հիմա խաղում Ռեալի ֆուտբոլիստները սխալվում է հիմա էլ Եղիազարյանը և ինչ էր սա Պապոյանը Կարծես թե հարված ստացավ, բայց մնում է գնդակով Մոնցան, բալային եկավ պաշտպանվելու, լավն էր նրա խլումը Բայց շատ արագ անցավ Մոնցային գնդակը Մելքոնյան հանգիստ գործեց այստեղ, թողեց գնդակը Ղազարյանին, Մայքլ, կենտրոնում է Մայքլը Պարկեց Ալեքսանյանի հետ, նորից Մայքլ հրաշալի էր, տեսնենք եզրափակումը, Եղիազարյանն է հիմա փակում այս հարվածի ճանապարհը Ռեալն է անցել գրոյի Մանուկյան, նրա այդ պայքարում լավ պաշտպանվում է այստեղ Ղազարյանը Մանուկյանը մնաց գնդակով, Էրիկ Մանուկյան Ղազարյանը խլեց ի վերջո գնդակը Ալեքսանյանին ձախեզրում է Մուսա Ալեքսանյանը նրա այդ պայքարում բալային հրաշալի է հիմա պաշտպանվում և Կամները խաղթեց ի վերջո վերջի պայն Մուսա Ալեքսանյանը Մանուչարյանն է հիմա էլ շարժվել առաջ, կենտրոնում է Մանուչարյանը, փոխանցեց թիմակցին Կարապետյանի հիմա էլ փոխանցումը անաջող ստացվեց, Մելքոնյանն է շարժվում առաջ, երեքը երկուսի տեսնենք այս գրոհը Ոնցայի ձախից Ալեքսանյանն է, Ալեքսանյան Հաշալի փոխանցում Պապոյանին պետք է գրավել դարպասը, բայց նդիավուն է հիմա էլ պաշտպանություն լավ գործում միայն անկյունային վաստակեց այստեղ Մոնցան Փոխանցում Տուգանային հրապարակ, բայց ուժեղ էր այստեղ Արշալույս Պապոյանի փոխանցումը
Կարապետյանն է սկսում իր թիմի գրով, լավն էր այստեղ խաղարկումները Ռեալի ֆուտբոլիստների կողմից, Մանուկյան կենտրոնում է, ինչ կմտածի, Բալայի հրաշալի համագործակցում երկու ֆուտբոլիստների կողմից։ Դիավուն է շարժվել առաջ, փոխում է գրոյի եզրը, Մանուչարյան, փոխանցում Տուգանային հրապարակ, Բալայի հարված և փրկում է Աբրահամյանը իր թիմին, նորից չստացվեց Բալային արդյունքի հասնել, Ծիրա Անդրանիկ խաղում կարող էր առաջին գոլը հեղինակել Բալային, բայց այսօր նրա հարվածները այս պահին արդյունք չեն տվել, Ոնցան է անցել գրոյի, հեռացված է գնդակը, վերադարձեց Ռեալը գնդակը, Մանուկյան, ողնում է գնդակը Կարապետյանին, Կարապետյանը ձախ եզնում է, նրա այդ պայքարում լավ գործեց այստեղ Մանուշարյանը, Գնդակը Բալայի արված, Մելքոնյանն է այլ փակում հարվածի ճանապարհը, Նարքը չստացվեց Բալայի, բայց մնում է գնդակով Ռեալը, Կյան խաղարկում է Մանուչարյանի հետ, նորից Բալայի, Նդիավուին թողեց գնդակը, Նդիավու, սնենք, Կարապետյան արված, լավն էր հարված Էրիկ Կարապետյանի և անկյունային կլինի Մոնցայի դարպասին, Շքեղ գոլ հեղինակ կարող էր դառնալ Էրիկ Կարապետյանը Հարկեցին այստեղ անկյունայինը Ռեալի տղաները, Բալայի գնդակը Նիդիավուին, նորից լավ խաղարկումներ, Բալայի հրաշալի անցում Կարող ենք տեսնել Բալայից, բայց մնում է գնդակով Ռեալը, Նդիավու և հարված դարպասից Լավ հիմա փոխանցում Պապոյանի կողմից Սահակյանի հետ պայքարում Նդիավուն է պայքարում, Սահակյան և Մաքուր է հիմա խլել գնդակ այստեղ Նդիավուն, նորից անցավ գնդակը Ռեալին, այս րոպեներին մի փոքր նորից տարածքային առավելությունը նրանցն է, բայց չեն կարողանում նրանք կրճատել հանդիպման հաշիվը, նորից 3 գոլի առավելություն ունի այս պահին Մոնցան խաղում, Ակյան թողնում է գնդակը Ալեքսանյանին, չստացվեց փոխանցումը, Մանուչարյանն էր ներողություն, Հրաշալի խաղարկումներ ենք տեսնում Մոնցայի կողմից, փոխանցում Սահակյանին, Մայքլի փոխանցումը մի փոքր ուժեղ էր Ռեալի գրո նորից չստացվեց
Ռեալն է անցել նորից գրոյի, բալայի և չստացվեց նորից բալայի մոտ հաջողության հասնել Եղիազարյանն է շարժվել առաջ, բալայի հարված նորից պաշտպանին դիպչեց գնդակը նորից անկյունային ռեալի կողմից Բալայի փոխանցում տուգանային հրապարակ Եղիազարյանի հարվածը չստացվեց հիմա էլ բարձր է հարվածում Էրիկ Կարապետյանը լավ դիրքից կարող էր գնդակը ուղարկել Արթուր Հովհաննիսյանի դարպասը և դուբլ գրանցել իր հաշվին Էրիկ Կարապետյանը, բայց չստացվեց նրա մոտ արդյունքի հասնել հիմա էլ վտանգավոր են գործում Մոնցայի խաղացողները իրենց տուգանայինների մատույցներում, բայց կարողացան հիմա անցնել կիսադաշտը Ազարյան փոխում է գրոյի եզրը հրաշալի փոխանցում, հիմա տեսնենք Սահակյան հարված, բայց անհաջող հարված էր հիմա շանս Սահակյանի կողմից Տասը րոպե նշեմ մնաց հանդիպան ավարտին 4-1 հաշվով այս պայն հաղթում է Մոնցան Ռեալ Մադրիդին Մանուկյանն է սլանում առաջ, բայց բարձր է հարվածում Էրիկ Մանուկյանը մի փոքր շտապեց Ռեալի խաղացող այս դրվագում, բայց այս դրվագն էլ արդեն անցյալում է Մայքլն է գնդակով, Պապոյանի հետ է խաղարկում, երվից հարված Արշալույս Պապոյան, տեսնում ենք, դիավուն է հիմա էլ դարպասը պաշտպանում, Հակոբյանն է գործելու նրա փոխարեն, բալային է շարժվում առաջ, հրաշալի փոխանցում պետք է գրավել դարպասը, ներողություն Հովհաննիսյանն է հիմա էլ փրկում իր թիմին, նորից Կարապետյանն էր հարվածում Շատ հնարավորություններ այսօր ունեցավ Ռեալը, բայց ընդամենը մեկ անգամ կարողացան աչքի ընկնել այս պահին, հիմա նորից անկյունային է վաստակել Ռեալը, բալայի փոխանցում և հարվածը չստացվեց Կարապետյանի, բայց նորից մնալու է գնդակը Ռեալին Բալայի պայքարում է այստեղ, հիմա ձախ եզրում է նորից եզրային նետում կտեսնենք Մանուչարյանն է միայնակ պաշտպանությունում բոլորով եկել են առաջ Ռեալի խաղացողները Մանուչարյան հրաշալի էր լավն էր նրանց խաղարկումները, բայց հեռացված է գնդակը և ինչ էր սա Ռաքու գործեց ի վերջո Մոնցայի խաղացողը երկար փոխանցում Պապոյան ափսոս մի դիավուն էր դուրս եկել տեղից, բայց չկարողացավ Պապոյանը ֆիքսել գնդակը և առաջ թողեց վերջում կարող էր մնալ մենակ դարպասի դիմաց և գոլի հեղինակ դառնալ Պապոյանը, բայց չստացվեց Բալայի խայկանները խաղթեցին նրա այդ պայքարում արագ խաղարկեց բալային գնդակը
Մանուկյան կենտրոնում է, Մանուկյան թողնում է գնդակը Կարապետյանին, Կարապետյան տեսնենք ինչ կմտածի, Երիկ Կարապետյան արված, Հովանիսյանն է նորից բրկում իր թիմին, նորից անկյունային կլինի Մոնցայի դարպասին։ Փոխանցում նորից հեռացված է գնդակը, Մանուչարյանն է հիմա գնդակով, շարունակում է երկրորդ տեմպով Ռեալի գրոհ, նորից Հովանիսյանն է փրկում իր թիմին, ինչ է անում այսօր Մոնցայի դարպաս, ապա հրաշալի սեյվերով է աչքի ընկնում, հիմա եկավ է հակը գրել Մոնցան Պապոյանն է պայքանում, Եղիազարյանն է պայքանում, փոխանցեց ի վերջո Ալեքսանյանին, այդտեղ ազատվել է թիմակիցը, բայց առաջ է թողնում գնդակը, Ավագյանը ափսոս, հակը գրոհ չստացվեց այստեղ Մոնցայի Բալային է նորից շարժվում առաջ և Տուգանային է վաստակում այստեղ Ռեալ Մադրիդը Տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Ռեալին Մանուչարյանն է գնդակի մոտ Կարծես թե ուղիղ հարված է հենց լինելու Հովանիսյանի դարպասին տեսնենք Սուլիչը կա հարված և փրկում է իր թիմի նորից Արթուր Հովանիսյանը, նորից անկյունային կտեսնենք Մոնցայի դարպասին Հակոբյանն է գնդակը վերցրել, ստանդարտը խաղարկելու համար Փոխանցում Տուգանային հրապարակ Վրանցված է գնդակը նորից անկյունային կլինի Մոնցայի դարպասին Հակոբյան խաղարկեց այս անգամ գնդակը Մանուչարյանի հետ Մանուչարյան և խաղտում հիմա Ավագյանի կողմից Վտանգավոր դիրքում ստանդարտ է վաստակել Ռեալը տեսնենք Մանուչարյանն է նորից գնդակի մոտ Սուլիչը կա Գոր Մանուչարյան հարված, բայց այս անգամ բարձր է հարվածում Գոր Մանուչարյանը Շատ քիչ ժամանակ է մեզ մնացել հանդիպան ավարտին, այս պայն 4-1 հաշվով հաղթում է Մոնցան Ռեալ Մադրիդին Եվ հենց նրանք հիմա անցել են գրոյի Ավագյան, տեսնենք, Ավագյան թողնում է գնդակը Սահակյանի, Սահակյան հարված, բարձր էր շատ Սահակյանի հարվածը Կարծես թե Այսօր իր 3 միավորը կվաստակի ի վերջո Մոնցան և այս մրցաշարի առաջին 3 միավորը գրանցի հենց մեկնարկային խաղում, բայց նրանք նորից անցում են գրոյի, Ալեքսանյան թողնում է գնդակը թիմակցին Ավագյան աչ եզրում է, տեսնենք երկար փոխանցում, փակված է նրա փոխանցման ճանապարհը Թողնում է գնդակը Ներողություն Ալեքսանյան արված դարպասաձողն է փրկում հիմա էլ Ռեալին Փոխանցում հրաշալի էր պետք է գրավել դարպասը արված և հիմա փրկվում է Մոնցան Կարապետյանի արվածից հետո նորից Կարապետյանը վրիպում է Երիկ Կարապետյան գնդակով է տեսնենք Կարապետյան խճճվեց մի փոքր այստեղ Երիկ Կարապետյանը և Հարված ի վերջո կտեսնենք Մոնցայի դարպասից Հովանիսյանն է շտապում այստեղ փոխանցում կատարելիս Նույնիսկ չստացվեց գրով կազմակերպել Մոնցայի ֆուտբոլիստների մոտ
տեսնում ենք, որ նրանք հանգիստ փորձում են խաղը հասցնել տրամաբանական ավարտին, բայց նորից նրանք են գրովում, Ավագյան աչեզրում է, դենք նրա փոխանցումը, Ռաֆայել Ավագյան ճճվեց, մի փոքր խլեցի նրանից գնդակ այստեղ, բայց շատ արագ խլում է գնդակը հիմա Ռաֆայել Ավագյանը, Ալեքսանյանն էր այդ պայքարում հիմա փորձում էին խլել գնդակը, բայց Ալեքսանյանը համար պայքարում մնաց իր մոտ գնդակը արված, փրկեց իր թիմին հիմա էլ Մանուկյանը և ոնց է ինել վերջը լինելու գնդակը Վերջին րոպեն է ընթանում մեզ մոտ, վերջին գրողներից մեկը կարող ենք տեսնել այս խաղի Ալեքսանյան փոխանցում, պետք է գրավել հիմա դարպասը արված և գոլ Շատ Սահակյան 5-1 Եվ վերջ սիրելի բարեկամներ խաղն ավարտված է 5-1 հաշվով Մոնցան հաղթում է Ռեալին Ռեալին և իր առաջին 3 միավորն է վաստակում այս մրցաշարում Այս խաղի համար այսքանն ենք պատրաստել, բայց մնացեք մեզ հետ, հետաքրքիրը դեռ առջևում է